Պարոն Ղազինյան, նախ կուզեմ հոսանքազրկումներից սկսենք, այսօր եւս Երևանում հոսանքազրկումներ են արձանագրվել եւ դրանք տեղի են ունենում նաեւ Մայրաթոռում տեղի ունեցող այս իրադարձությունների ֆոնին եւ այստեղ մարդկանց մոտ նաեւ առաջանում են կասկածներ եւ պնդումներ նաեւ, որ սա իսկապես ունի քաղաքական ենթատեքստ։ Խնդրեի նախ պարզաբանեք այսօրվա հոսանքազրկումները ինչով էին պայմանավորված։ Հենց ՓԲ-ն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով անջատումների հետ կապված, որ անջատումները լինում են մի քանի տեսակի։ Այսինքն լինում են պլանային, նախօրոք, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ծանոթված, լինում են վթարային, վթարայինն էլ է բաժանվում որոշակի հատվածների, ընդհանրապես էլեկտրոտնտեսություն Հայաստանի Հանրապետությունում միայն հեծինը չէ։ Կան այլապատկան ենթակայաններ, ինչպես 04, 6, 10, 35 եւ 110,000 եւ 220,000։ Այլ պատկանելիության լինելու դեպքում հեծավորիչը պարտավորություն չի կրում։ Հիմա այսօրվա անջատումը կոնկրետ եղել է Շահումյան 2 ենթակայանում, որը գտնվում է բարձրավոլտ էլեկտրական ցանցեր կազմակերպության բալանսում, այսինքն իրենց ենթակայանն է, ուզում տեղեկացնել, որ բարձրավոլտ էլեկտրական ցանցերը դրանք պետական կազմակերպություն է։ Այսինքն հեծի հետ կապ։ Հեծի հետ ոչ միայն կապ չունի, այլ նաև այստեղ շատ կարևոր է շեշտել պետական կազմակերպություն լինելը։ Այսինքն տարածքային, եթե չեմ սխալվում, տարածքային կառավարման նախարարության ենթակառուցությունների նախարարության մեջ է մտնում։ Շահումյան 2 ենթակայանը 220 կիլովոլտ, որտեղից մենք ունենք եւ 110,000 ենթակայաններ, այդպես իջնելով ներքև, այսինքն այդտեղից ծնվում են Երևանի մոտ 40%, ինչպես նաեւ աշտարակը։ Այսօր տեղի ունեցել անջատում, ես չեմ ուզում մեջ բերել իրենց մեր դիսպեչերներին տված բարձաբանումները, որովհետեւ ոչ ուզում եմ հավատալ, ոչ ուզում եմ չհավատալ, ընդհանրապես ուզում եմ ֆիքսել, որ այսօրվա, ինչ որ սեկցիայի փոփոխություն մասնագիտական տերմիններ են, որը կարծում եմ ոչ ժողովրդին կհետաքրքրի, ոչ ձեզ, բայց ուզում եմ հստակ ֆիքսենք, որ այսօրվա Երևան քաղաքի 40%, ինչպես նաև աշտարակի, այսպես ասած խոշորացված համայնքի այդ անջատումը որևիցե ձևով կապ չունի եւ չէր կարող ունենալ հեծի հետ։ Կապ ունի այնքանով, որ հեծը Շահումյան 220 կիլովոլտ ենթակայանից ունի գծեր, որտեղով սնվում են ասած տարածքները, բայց հիմնական աղբյուրը 220 կիլովոլտ Շահումյան 2 ենթակայանն է, որը պատկանում է 6-ին, այսինքն պետական է։ Եվ այդպիսի մի հոսանքազրկում, որի մասին նաև բարձրաձայնեց վարչապետը կառավարության երեկվա նիստում, տեղի է ունեցել դրան նախորդող օրը այն մոլի բացման ժամանակ, որին կառավարության ղեկավարը մասնակցել էր եւ այստեղ ինքը հայտարարեց, հեծին անդրադառնալով հայտարարեց այդ անջատման մասին եւ պնդում արեց, որ կամ կարծիք հայտնեց, որ դա մեջբերեմ վարչապետի խոսքերը երկու պատճառով կարող էր լինել, կամ սաբոտաժ, կամ համակարգի տեխնիկական խնդիրները, սրա հետ կապված ինչ կասեք, որովհետև այստեղ էլ վարչապետը կրկին տեսնում է քաղաքական ենթատեքստ։ 3-4 օրվա անջատման հետ կապված, ինչպես հայտարարել էր երկրի վարչապետը, 70 միլիոն ներդրում կատարած ինչ-որ կազմակերպության բացման ժամանակ, նախ առաջին ասեմ, ինչ-որ շատ տարօրինակ զուգադիպություններ են լինում, այսպես ասած, անջատումների հետ կապված, երկրի ղեկավարության ինչ-որ տեղ այցելելու եւ անջատումների հետ կապված, իմ համար շատ տարօրինակ են, դրանք տարօրինակ զուգադիպություններ ոնց որ թե լինեն։ Կպարզաբանեք։ Պարզաբանեմ այնքանով, որ մենք ունենք անվտանգության տնօրինություն, որը բազմաթիվ խողովակներով կապի մեջ է իրապահ մարմինների հետ, կապի մեջ է ՊՊՑ-ի հետ, որը ապահովում է բարձրաստիճան անձանց անվտանգությունը, բազմաթիվ անգամ ոչ թե մենք ցանկացել ենք իմանալ, թե վարչապետը ուր է գնում, Քավելիցի մեզ դա պետք չի, որովհետև չգիտեմ, ինչ որ Աստված չանի, ինչ որ բան լինելու դեպքում, որովհետև մենք տեղն էլ չիմանանք, բայց ինչ որ մեխանիզմ, ինչ որ ձև գտնել, որպեսզի մենք այդ այցերից առաջ կարողանանք մենք էլ մեր կանխարգելիչ գործողությունները կատարել։
Դա հերթապահության սահմանում է, դա ինչ որ սարքավորումների լրացուցիչ աշխատանք։ Լրացուցիչ աշխատանքներ, որոնք ավելի հուսալի կդարձնեն, որովհետև բոլոր մեծ միջոցառումների ժամանակ մենք ունենք այդպիսի պրակտիկա։ Նախ որևիցե իրավասու մարմնի կողմից որևիցե արձագանք չի եղել մեզ, բազմիցս ենք։ Ամեն հոսանքազրկումից հետո ասում ենք եկեք նստենք, քննարկենք, ինչպես անենք, որ այդ այցերից, չգիտեմ, եւ այլ, այսինքն մենք շահագրգիռ ենք, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ։ Այսինքն դուք ընդունում եք խնդիրները, որ կան, եւ լուծումների համար ուզում եք։ Հիմա ես ձեզ ասեմ, ես դա ինչի համար ասեցի, որ մենք ենք առաջարկել այդ մեխանիզմը մշակել։ Ինչ վերաբերում է 3-4 օրվան, տվյալ ընկերությունը նախ առաջինը հետ բալանսային պատկանելիության ենթակայաններից սնուցում չունի։ Այսինքն դա է ձեր երկու կողմից, մի քիչ գիտեք, կարող է այտենց այդպես դուք ասում եք դա էլ թվա թե այսպես ասած մենք մեր վրայից գցում ենք, բացարձակ ոչ, հիմա ես կոնկրետ անուններով, տեղակայանքներով ասում եմ, երկու սնուցում ունի տվյալ կազմակերպությունը մոլը, մեկը սնվում է Կարիտաս 1 գծից, որը որևիցե ձևով, որևիցե պատկանելություն հեծին չունի, սա վերաբերում են այլապատկան ենթակայանների այսպես կոչված, եւ երկրորդը նախկին պաշտպանության նախարարության շենքից, որը տրված է հիմա պետեկամուտների կոմիտեին, եթե չեմ սխալվում։ Այսինքն ինչպես է տեղի ունենում այդ կարգը ինչպիսին է։ Երբ որ ինչ որ մի ընկերություն կամ սեփականատեր կամ բնակիչ ցանկանում է դառնալ բաժանորդ, այսինքն ունենալ հոսանք, դիմում է հեծին, հեծը տալիս է սնման կետ, որտեղից հնարավոր է սնվել եւ պրոցեդուրան գնում է այդպես։ Իրենց պարագայում իրենք արդեն բերել են համաձայնություն տվյալ կազմակերպություններից, որ տվյալ կազմակերպությունը համաձայն է իր ունեցած բեռից որոշակի չափի նվազեցումով տալ համապատասխան կազմակերպությանը, որի արդյունքում մենք դա ձևակերպում ենք, բայց այդ ենթակայանի, այդ գծի վթարայնության, հուսալիության հետ կապված հեծը որևէ պարտավորություն չունի։ То есть դա մերը չի, մենք չենք կարող եւ իրավունք էլ չունենք։ Բայց եթե օրինակ այդ տվյալ մոլի բացման արարողությանը գրանցվել է այդ դեպքը, ում են իրենք ահազանգել, ում են իրենց դժգոհությունը հայտնել, ով է իրավասու եւ պատասխանատու մարմինը այդ դեպքում։ Նախ ասեմ, որ մեր ազգաբնակության մոտ ընդհանրապես շատ դեպքերում տեղյակ չեն, շատ դեպքերում դիտավորյալ գեներացվում է այն կարծիքը, որ որտեղ հոսանքը գնա, հեծը մեղավոր է։ Կա դրա մեջ ճշմարտություն իրենց ինֆորմացիայի առումով, բայց այս պարագայում հեծը արագ արձագանքել է ընդամենը բարի կամքի դրսևորումով։ Արագ արձագանքել են ենթակա։ Այո, հաշվի առնելով երկրի ղեկավարությունը, հաշվի առնելով, որ այդպիսի արձագանքներ չլինեն եւ այլն, եւ ամենակարևոր հանգամանքը $70 միլիոն ներդրում անող կազմակերպությունը ավտոմատացված համակարգի տեղադրումը իր ներքին էլեկտրատեղականություններում տնտեսությունում չեմ պատկերացնում ինչի չի արվել։ Ուղղակի հնարավոր չի դա, որովհետեւ այդ հիմա ասած ավտոմատացվածը նշանակում է առաջի գիծ, երկրորդ գիծ եւ ունեն գեներատոր նաեւ։ Այսինքն առաջի գնալու գիծը գնալու դեպքում ավտոմատ պետքա տեղափոխվի, երկրորդը երրորդը։ Շատ լավ, դա ինչ վերաբերում է կներեք ձեր հարցի երկրորդ մասին չմոռանանք, սաբոտաժայինին բազմաթիվ օրինակներ կան, բայց ես ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, որ որևիցե սաբոտաժի, ոչ հրահանգ, ոչ ակնարկ որևիցե բան չի եղել եւ չի կարող լինել, անգամ ձեզ ասեմ, պարոն Կարապետյանի ուղերձը մեզ, կամ հրահանգը կամ հանձնարարականը աշխատում ենք ավելի ուշադիր, առավել ուշադիր եւ ինչպես նաեւ պետական կազմակերպությունների հետ կապված։ Այսպիսի խնդիր կա, ոչ մի պետական կազմակերպություն չի բարձրաձայնում։ Նույն իմ ասած բալանսային պատկանելիությունը կա նաև դպրոցների ենթակայանների հետ կապված հոսանքագծերի, մալուխային գծերը ընդունեն կա մի դպրոց, որի մալուխային գիծը մերը չի, իրենցն է, այդպես է ստացվել։ Հիմա այդ մալուխային գիծը երբ որ վթարվում է, դա մեծ գումարների հետ է կապված։ Իրենք պետք է իրենց ուժերով վերանորոգեն։ Որ մասնավոր կազմակերպությունների միջոցով կանչեն, վերանորոգեն։ Մենք չի եղել այդպիսի դեպք, որ մեզ համայնքը դիմի կամ մարզպետարանը դիմի, մենք չանենք։ Բայց պարոն Ղազինյան, դուք չեք ընդունում, որ վերջին շրջանում, վերջին տարիներին հատկապես կան լայն հանրային դժգոհություն կա հեծի աշխատանքից, հոսանքազրկումներից, դուք այս հանգամանքը հերքում եք, այսինքն
այդ ահազանգերը պարբերաբար հնչում են, այս խախտումները վերացնելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել, կամ դուք առհասարակ ընդունում եք, թե չեք ընդունում այս դժգոհության ալիքը, որ եղել է տարիների ընթացքում, իսկ վերջին շրջանում հատկապես ավելի այսպես ցայտուն է դա երևում։ Ես չեմ կարող ասել, նախ համաձայն չեմ ձեզ հետ վերջի շրջանի հետ կապված, վերջի շրջան նայած ինչ ժամանակաշրջան է։ Վերջին 6 ամսում սեպտեմբերին խորհրդարանում լսումներ կազմակերպվեցին, կրկին ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիրը, որ նախաձեռնել էր այդ լսումները, կրկին հղում էր անում հանրային դժգոհություններին այդ լսումները կազմակերպելու։ Գիտեք, անկեղծ ասած, մեկ-մեկ ինքս ինձ մեջ մտածում եմ ինչպես անել, որպեսզի այն մարմինները, ովքեր անում են ինչ-որ անպատասխանատու, չեմ ուզում ավելի կոպիտ ասել, հայտարարություն, հետո տղամարդկություն ունենան կամ իրենց, չգիտեմ, ինչ-որ լավ բան ունենան իրենց մեջ եւ հերքեն իրենց հայտարարությունը։ Էլի գալիս ենք այն թեմային, այն մարդկանց կամ այն կազմակերպություններին, որոնք գեներացնում են դժգոհություն հեծի նկատմամբ եւ հայտարարություններ են անում։ Օրինակ նույնը ասում է վարչապետը, պնդում է, որ անջատումները Հայաստանում արվել է եւ արվում են ներքին հանրային դժգոհություններ գեներացնելու համար։ Այսինքն Ես էլ ասում եմ հակառակը, հիմա կոնկրետ այս պարագայում, գիտեք, նայեք, մենք ունենք 3 օրինակ։ Մենք ունենք կառավարության անջատում, ինչ մենք դիստի ժամանակ որ անջատվեց։ Հայտարարություններ, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Հայտո ինչի չի հայտարարվում, ինչ եղավ։ Օրինակ ձեր մոտ հարց չի առաջանում որպես լրագրող։ Ասում են հեծն է, հեծ ասում են ես չեմ։ Այդ կառավարության անջատումը էլի նորից բեցից էր։ Դրանից հետո տեղի ունեցան, հիշում եք, անցած տարի ամառը մեծ վթար տեղի ունեցավ, որը նորից հետ կապ չուներ։ Նույն այս կառավարության այդ հեծը կարմիր գծեր է անցել եւ այլն եւ այլն։ Լավ, հիմա մենք տալիս ենք, ասում ենք, գիտեք, մենք չենք, ունենք 2 գիծ, երկուսն էլ մեր հետ կապ չունի, չունենք պարտավորություն, ունենք բարեկամքի դրսևորման հնարավորություն, որը իրականացրել ենք։ Լավ, հայտարարվեց, հիմա պատկերացրեք ձեզ բնութագրեն վիճակը։ 1 2 3 4 հայտարարվում է, հերքումը գնում է, իրանց կողմից որից է բան չկա։ Այդպես է գեներացվում իմ ասածը, որ դուք ասում եք։ Այսինքն ձեր ասածից ստացվում է իրենք են միտում նա, որ սլաքները ուղում դեպի հետ։ Ես լինելով իրավաբան չեմ կարող այդպիսի պնդում անել։ Ես ուրիշ բան ասեցի, ես ասացի տարօրինակ հոսանքազրկումները։ Ինձ համար տարօրինակ։ Ես չեմ կարող այդպիսի պնդում անել, որովհետև լինելով իրավաբան պետքա փաստ ունենամ ձեռքից տակ։ Բայց կոնկրետ այսօրվա դեպքով բեցը ինչի չի հայտարարություն անում։ Հասկանում եք, այսինքն այստեղ ծիծաղելու է արդեն զավեշտ է դառնում, որ բեցը իմանալով, որ իր Xiaomi 220 կիլովոլտ ենթակայանը անջատվել է, հիմա դուք եկել եք հեծից, հեծը հերքում է, մենք նորից հերքել ենք, բայց իրենք ոչ մի հայտարարություն չունեն։ Քանի որ դա ասացիք պետական վերահսկողությամբ գտնվող կառույցից է եկել եւ նաեւ ասում եք, որ դուք կապ չունեք, արդյոք այս ամբողջ process-ը կապ ունի այն գործընթացի հետ, որ կառավարությունը սկսել է, ակնհայտ հայտարարում է կառավարության ղեկավարը, որ պետականացնելու է հեծը եւ առաջին փուլով սկսելու են կառավարման ստանձնումից, այսինքն արդեն կան այդ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք հրատապ կարգով քննարկելու են եւ վերցնելու են նախ կառավարումը, հետո արդեն ազգայնացման այդ գործընթացն են սկսելու։ Այստեղ դուք կապ տեսնում եք, այսինքն խնդիրներ ստեղծել եւ մյուս կողմից էլ այդ խնդիրները հիմնավորել նաև այս մյուս փուլով, որ նախաձեռնել են։ Ես նորից եմ կրկնում, չեմ կարող պնդել, բայց ողջամիտ կասկածներ ունենալու իրավունք ունեմ։ Որ արհեստական խախտումներ են վերագրում հեծին։ Այո։ Պարոն Ղազինյան, ինչպես եք վերաբերվում այդ նախաձեռնությանը, որ կառավարությունը սկսել է։ Բնականաբար ինչ գնահատական կտակ այս գործընթացին, շատ մանրամասներ դեռ հայտնի չեն, բայց ընդհանուր առմամբ գծերը ուրվագծվում են, խախտումներ, ոչ արդյունավետ կառավարում, այսինքն կարծես թե սա է դրվելու հիմքում եւ որպես կանխարգելիչ միջոցառում փաստորեն մտադիր են կառավարումը ստանձնել նախ, հետո մնացած process։ Եթե գնանք այն կանխավարկածով, որ ով ինչ ուզի խոսում է եւ ով ինչ ուզի հայտարարում է, իհարկե ես չեմ կարող այդտեղ օպոնենտ լինել կամ պատասխանել։ Հիմա դուք ասում եք, չէ, ներդրումների կառավարում, չգիտեմ, ոչ ճիշտ կառավարում եւ այլն։ Այո, ասում են առողջացման բազմաթիվ ծրագրերի քննարկում ենք փորձել անել, ոչինչ չի ստացվում, քանի որ ոչինչ չի ստացվում, հիմա պետք է պետականացնենք ընկերությունը, որպեսզի լուծենք այդ խնդիրները։ Հիմա ես այսպես ասած ձեռնոց եմ նետում այդպես ասողներին։ Կառավարությանը։ Ով որ ասում է, ինչ չի հետաքրքրում, դա կասի մասնավորը, դա կասի կառավարությունը, թե դա կասի, չգիտեմ, ինչ-որ խումբ։
Ես ձեռնոց եմ նետում, երբ որ ասում են առողջացման ծրագրեր ենք տվել, այսինքն ենթադրվում է, որ տվել են, համաձայնացրել են, չենք կատարել, ես ձեռնոց եմ նետում, որ այդպիսի բան չի եղել։ Անկամ քննարկել ենք։ Չէ, քննարկումները լինում են միշտ։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը դա այն մարմինն է, որը կարգավորում է մեր ոլորտը, ոչ միայն մեր գազ, ջուր եւ այլն։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ անընդհատյա քննարկումների արդյունքում գալիս ենք ինչ-որ մի կետի։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ընդունում է մեր ծախսերը կամ չի ընդունում։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ամեն տարի հաստատում է մեր հաջորդ տարվա ներդրումային ծրագիրը եւ տարվա վերջում կամ մյուս տարվա սկիզբ ընդունում է կամ չի ընդունում։ Չընդունելու պարագայում ծախսերը ոչ էֆեկտիվ, այսպես ասած, ընկալելու պարագայում ուղղակի չի ընդունում եւ դա մնում է ընկերության։ Չի եղել այս տարիներին, որ ձեզ վերադարձնեն այդ ծրագիրը։ Չէ, եղել են դեպքեր մանր-մուներ, որ ինչ որ բան չի ընդունվել եւ դա մնացել է, այսինքն պետությունը եւ սակագինը դրանով որևիցե ձեւով չի փոխվում։ Հիմա հարց, երբ որ խոսքը գնում է դրա մասին, այսինքն ոչ արդյունավետ կառավարման, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը հիմա 24-ի զեկույցը չգիտեմ ինչու միջև հիմա չկա, բայց 23 թվականի զեկույցում նշում է, որ ունենք այսքան նվազում անջատումների մասով, ունենք այսքան ներդրումների մասով, ունենք այսքան կորուստների մասով, այսինքն ընդհանուր առմամբ աշխատանքը գնահատում է դրական։ Եվ գիտեք ինչ, այս խնդիրները, որոնք որ հեծում կան, 15 թվականին, երբ որ ձեռք է բերել Սամվել Կարապետյանի հետ, ես մի քանի տեղ ասել եմ, հիմա կրկնում եմ, ուզում եմ բոլորը դա լսեն, հասնի միջև վերջի մեր քաղաքացուն։ Միակ սխալը, որ այդ ժամանակ տեղի է ունեցել, Տաշիր գրուպը պետք է իր բոլոր հնարավոր միջոցներով հայտարարել եւ ցույց տալ, թե ինչ վիճակում է ընդունում հեծը։ Գիտեք, շատ մի քիչ ճիշտ չեմ համարում, չեմ ուզում ավելի կոպիտ բառ ասեմ, բայց ճիշտ չեմ համարում գոնե այն մարդկանց պահվածքը, որոնք այդ ամեն ինչի մասին իմանալով իրենց աշխատանքային պարտականություններից ելնելով, իրենց մի խոսքով գիտեն ինչի մասին է խոսքը եւ գիտեն ինչ ծավալի ներդրումներ են կատարվում, ու այսօր դրա մասին խոսում են։ Ճիշտ չի։ Եվ ինչ քայլեր ընկերությունը ինչ քայլեր է պատրաստվում անել այդ նախագծերը, ինչպես արդեն ասացի, խորհրդարանում շատ հնարավոր է առաջիկա ամսում էլ կամ հաջորդ ամսում ամենաուշը դնեն քննարկման եւ ընդունեն։ Որոնք են լինելու ընկերության քայլերը։ Դրանով ստեյության վերցնելու են։ Ես կարճ կասեմ առանց բացահայտելու մեր քայլերը, որպեսզի ստացվի այնպես, որ բոլորը իմանան, բայց իրավական բոլոր ճանապարհներով շատ վատ արձագանքներ ունենք արդեն մեր միջազգային գործընկերների կողմից, քանի որ ունենք պայմանագրեր, իրենք էլ են դա շեշտում, իրենց էլ են հարցեր տալիս, չէ՞ որ ունենք վարկային պարտավորություններ, գրավադրում եւ իմիջայլոց կառավարության թույլտվությամբ։ Այսինքն այդ ամբողջ գործունեությունը, ես որ ասում եմ, տեղյակ են, դա նաեւ իապացույց բոլոր իրավական ճանապարհներով, հնարավոր եւ անհնարին, իրավական ճանապարհներով մենք այս գործընթացը ես կոնկրետ իրավունք ունեմ ողջամիտ կասկած ունենալ, որ սա քաղաքական է, բայց մենք բոլոր իրավական ճանապարհներով մեր իրավունքները ամրապնդելու ենք։ Եվ ես որպես ՀՀ քաղաքացի խնդրում եմ այս պահը չֆիքսել որպես ՀԵՑՊԲ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար, աշխատելով 2006 թվականից հեծում, տեսել եմ եւ այսպես անկումները եւ վերելքները։ Ձեզ ազնվությամբ ասում եմ, վաղը չեմ իսօրը չգիտեմ ինչ կլինի, ոչ մեկ չի կարող դա 100%-ով ասել, բայց շատ վատ վիճակ է լինելու պետական կառավարման պարագայում, շատ վատ վիճակ։ Իսկ եթե արդեն գիտեն, թե ում են տալու պետականացնելուց հետո, այսպես տեսականորեն պատկերացնենք, որ պետականացվել է, դա արդեն քրեիրավական գնահատականի արժանի է։ Դուք համարում եք, որ այդ հարցազրույցի պատճառով է այս գործընթացը իրականացվում, պարոն Ղազենյան։ Թույլ տվեք, ճիշտ որ ասեմ, հարցազրույցը վերաբերում է եկեղեցու պաշտպանությանը։ Ամեն դեպքում կարծում եք, որ ամեն ինչ սկսվեց այդ հայտնի հայտարարությունից։ Ես կարճ ասում եմ, որ կարծում եմ, սա քաղաքական process է, բայց մենք իրենց գործիքներով, իրենց ճանապարհներով, իրենց դեմ չենք պայքարելու, որովհետև պարոն Կարապետյանը պետականամետ մարդ է, իր թիմը ովքեր այստեղ աշխատում են, բոլորը նույն հետաքրքիր ավանդույթ մեր մոտ բան է ձևավորվել, որ համենայն դեպս ղեկավարությունը հեծի, բոլորը մտածում են այդպես, ու դա շատ լավ է։ Այսինքն այս
այսպես ճակերտների մեջ կռվի պայմաններում մենք այդ ճանապարհով չեն գնալու։ Անբարոյականությունը հայտարարել է, որ հեծը կարող է սաբոտաժի դիմել, չի դիմելու երբեք, չի դիմել եւ չի դիմել, չի դիմում եւ չի դիմելու։ Իսկ պարոն Ղազինյան, եթե կարճ ամփոփեք, հիմա եթե այդ նախաձեռնությունը արդեն խորհրդարանում կա եւ առաջիկայում հնարավոր է կոնկրետ արդեն գործողություններ իրականացնեն գործադիր օրենսդիր իշխանությունը, կարճաժամկետ կտրվածքով եւս ունեք իրավական ճանապարհ, որով գնալու եք, թե դուք խոսում եք ավելի երկարաժամկետ պայքարի մասին, նկատում եմ իրավական ճանապարհով պայքարի։ Այսինքն այս փուլում արդեն ունեք ծրագիր, որով կխոչընդոտեք կառավարությանը, կառավարումը վերցնել իր ձեռքը։ Իհարկե։ Այս պահին հաշվի առնելով, որ դերևս ոչ մի բան չի արվել, իրականում այս պահին ոչ մի բան չի արվել, ընդհանրապես ինչ որ մի կիսագրագետ նախագիծ է դրվել, դրա համար մենք այս պահին անելու բանել չունենք, այսինքն իրավական մեթոդներով պայքարենք մի երևույթի դեմ, որը չկա, համենայն դեպս օֆիցիալ։ Դե շատ արագ կարող է լինել, այնպես չի որ ախր մեր կազմակերպությունը շատ լավ կազմակերպություն է եւ ուժեղ կազմակերպություն է, բայց ուժեղ է ժողովրդի համար։ Նորից եմ կրկնում, Կարապետյան Սամվելը եւ մենք պայքարում ենք հեծը չպետականացնելու համար մի քանի պատճառով, բայց առաջին իմ կարծիքով պատճառը տեսնում ենք, թե ինչ է կատարվելու հետո։ Իդեպ պարոն Կարապետյանի այդ հայտարարությունը, որ մեջբերում եմ իրեն, թքածուն եմ հեծի վրա էլ, իրենց վրա էլ, դա եւս մեկնաբանվեց, որ փաստորեն տեսեք, այս է իր վերաբերմունքը այս ընկերությանը եւ այն սպառողներին, որոնց այս ընկերությունը ծառայություններ է մատուցում, իսկ դուք ասում եք Կարապետյանը պայքարելու է չպետականացնելու համար, որպեսզի դրական այստեղ։ Չէ, տեսնելով ինչ է կատարվելու ապագայում, այսինքն պետականացնելու դեպքում մենք ներսի մարդ լինելով, իմանալով իրավիճակը Հայ-Փոստի օրինակը եւ այլ, այսինքն փորձը ցույց է տալիս, որ պետականացնելու դեպքում Հայ-Փոստը տրվել է կառավարման, հետ վերցրեցին 2.5-3 անգամ թանկացավ սպասարկում Հայ-Փոստի։ Ես նկատի ունեմ պարոն Կարապետյանի խոսքից ենթադրվում էր, որ իր համար միևնույն է, թե կառավարությունը հեծի պետականացման գործընթացը։ Պարոն Կարապետյան, ես ցավում եմ, որ գոնե adekvat մարդիկ պետք է հասկանային, իսկ ես մեր ազգի 90 եւ ավել տոկոսին համարում եմ adekvat։ Կյանքում լինում են շատ իրավիճակներ, երբ որ մարդ կանգնում է ընտրության առաջ, զիջել իր սկզբունքները, թե կուլ գնալ, այսպես ասած, ինչ որ հարստության կամ ինչ որ ունեցվածքի։ Սամվել Կարապետյանը օֆիցիալ հայտարարում եմ, թքած ունենալ արտահայտությունը եղել է հետեւյալ կոնտեքստով։ Եթե պետք է ինձ շանտաժի ենթարկեն իմ ունեցվածք հեծով, այո, ես թքած ունեմ այդ ունեցվածքի վրա, բայց չեմ զիջի իմ սկզբունքները, այս պարագայում եկեղեցու պաշտպանությունը։ Բայց չի զիջի նաև հեծը պետականացնելու կառավարության ծրագրի հարցում, պարոն Կարապետյանը, ես ճիշտ հասկացա։ Չի հակասում իրար։ Չէ, հակասության համար չեմ ասում, որ այս process-ում ինքը չի զիջի եւ հեշտությամբ չի թողնի, որ պետությունը Ես կարծում եմ, որ միջևերջ չի զիջելու, ճանաչելով պարոն Կարապետյանին, գիտեք, շատ դժվար է արտահայտվել ղեկավարի մասին, որովհետեւ լսողների մեծամասնությունը կարծելու են, որ այդպես աշխատող ես, դե ուրիշ բան չէիր կարող ասել եւ այլ եւ այլ։ Ես հիմա ասում եմ անկեղծ, անկախ էստեղ աշխատել չաշխատելուց, ես այդ հայ տեսակ ընդունում եմ, ինքս էլ փորձում եմ ապրել նույն կերպ։ Ես էլ եմ քրիստոնյա, ես էլ հաստատում եմ Կարապետյանի խոսքերը, ինչպես նաեւ մեր կոլեկտիվի շատ մեծ մասը։